Արմինեն մի անգամ, երկու անգամ ա եղել ստեղ, ասում ա ուղիղ եկա գտա։ Փաստորեն Պողոսյանների ընտանիքը հուղարկավորված է շատ հարգալից եւ տաղանդաշատ մարդկանց հարևանությամբ։ Վայ, ես ինչ են արել, ես ինչ են բերել ստեղ լցրել։ Ես անտեր գերեզման այս է, էլի այս գերեզմանների պրոբլեմը սերունդները փոխվում են, գերեզմանները մնում են անտեր ու անտիրական։ Ստեղ մարդ կա հուղարկավորված, հələ նայեք։ Բերել են այս սաղ աղբը լցրել են սրա վրա։ Վաղը երևի կվաճառեն, կբերեն ուրիշին կթաղեն։ Լսեն նայեք։ Յորդ սա անբարոյականություն է, սա հայ ազգի դեմքն է։ Հələ ինձ էլ ասում են, որ ես այս երկրից խոսալու իրավունք չունեմ, ես տեղ չեմ ապրում, ես չեմ սիրում, իրանք սիրում են, ես չեմ սիրում։ Բա սիրող մարդը սենց բան կանի իր երկրի հետ, հələ ստեղ նայեք, անծանոթ մարդու շիրիմին։ Ինչ ասեմ, վերջնական նորից էլի սենց նկարելով գնանք, իմ սիրելի հայաստանցիներ, իմ սիրելի հայրենակիցներ, խելքի եկեք, էսի լրիվ ավելորդ բաները, այս չափսերը, այս սենց ճարտարապետությունը, ով որտեղ հասել է բերե փողը տվել է ճանապարհի վրա, փոխեք ձեր մտածելակերպը, փոխեք ձեր վերաբերմունքը, փոխեք ձեր հարգանքը հանգուցյալի նկատմամբ։ Ես չգիտեմ, մասնավոր թող գերեզմանատներ լինեն, մի չափսի, մի բոյի, ինչ-որ փոքրիկ, շատ համեստ քարերով։ Մի անգամ հələ Google արեք YouTube-ի վրա, մի Քրքրոյանի, Քրքրկորյանի գերեզմանը նայեք, էլի։ Որ ձեր Հայաստանը կտաներ ծովը ծարավ հետ կբերեր իր գումարներով կառներ նորից կվաճառեր։ Հələ այդ մարդու չափից ավելի համեստ գերեզմանին նայեք։ Ու հետո էս նայեք այս չափսերը։ Այս չափսերի հետ կապված մի հատ տեսա ժապավեն պետքա նկարեմ շուտով։ Էլի այս չափսերը հիշեք, հետո որ հիշեմ այդ ձայնագրության մեջ որ ասեմ մեր գերեզմանների չափսերը, բան այսա հիշեք, էլի չափսերն ու այս գումարները, որ սենց բերում եք, լցնում եք ստեղ։ Ամեն մարդ ճիշտ է, իր ընտանիքն է, իր հարազատն է, իր իրավունքն է, իր փողն է, բայց չգիտեմ, նայեք, խայտարակություն։ Այստեղ ճանապարհ էր, Բեռնատարը ես հիշում եմ քերուս գերեզմանը սարքելուց, Բեռնատարը սենց է եկել, բարձրացել է միջև վերջ այդ քարի տեղը, այնտեղից արդեն քարը Պապս Երվանդը ելով կա, չեմ կարող ասեմ, մենք էլ ենք օգնել եւ ախտ երեխա ենք դեռահաս, այդ քարը տես տարել ենք, տեղադրել ենք այն կողմը քերուս գերեզմանին, հիմա այս ճանապարհը չկա։ Անեցել սեղանեցել ներ են արդեն թողե որ հազիվ մի հատ մեքենա է անցնում, հələ նայեք էլի անհարմար է։ Իշնենք ճանապարհին մեր երկու գերեզման էլ կա, ստեղ նայեք հələ։ Խելագարվել կարելի է, ստեղ նայեք էլի։ Այսպիսի անարգանք թուրքը Օտարի գերեզմանին կարող է չգիտեմ հիմա որ գնանք Արցախ մեր գերեզմանների սենց բաներ արած կլի թե ոչ հանգուցյալի շիրիմի սենց բան թուրքը չի անի գնացեք շատ երկար եմ նկարում բայց ինչ անեմ աշկս ինչ որ տեսնում ա կիսում եմ ձեզ հետ մտածելով որ հիմա նստած ձեր բնակարանում սառը ջուր եք խմում գոնե մի քիչ մի բան կմտածեք գոնե ամեն մեկից նոտ մի բան կփոխվի այ հենց այդ է վատը որ մեծանում ենք սերունդ, բայց ոչինչ չի փոխվում, ոչ մի առաջխաղացում, հələ ստեղ նայել ես չափսերը նայ։ Բազյանը կարծեմ բան էր, երկրապահից էր, թե երևի, հա, 2010 թիվ։ Ալիխանյան, Արտեմ, Իսակի Ալիխանյան եղբայրներ կային, ստեղ էր Սարգիս Թևասյան, Արտաշես Շահինյան, Հայր Մարուխյան, Հրայր Մարուխյան, օ, սա դաշնակցական հրայրն է, Մարուխյան, դաշնակցական կուսակցության անվանի դեմքերից մեկը Մարկ Գրիգորյան, Հրայր Մարուխյան։ Մեծ մարդ, մեծ հայ, մեծ ընկեր։ Անուններն էլ են կողմից է գրված, այս կողմից աստուկների համար կարդալը դժվար է։ Անծայրացիր։ Երկիրը վերածում է գերեզմանատան։ Դե լավ, գնացինք։ Ստեղ էլ նորից հերթական
թուրքական դիվերսիոն խումբ է երբ ժամանել անցյալ օրերին, հենց մեծարգով Ֆրունզե Դոբլաթյանի ոտքերի տակ սենց եկել են, նայք, էլի սեր նայք, շատ խնամված գերեզմաններ կան, զգացում է, որ ընտանիքի անդամները չեն մոռանում գալիս են, բայց չափից ավել աղբ կա ժողովուրդ, իհարկե սա իմ բաները սենց զայնագրում եմ, ես չեմ կարծում երևանցիներն են դիտում, թե ովքեր պետք է դիտեն, որ իմ Facebook-ի ընկերներից են, բայց չափից ավել էլի այդ խոտը կտրում եք, պատրաստված եկեք, մի տոպրակցե բերեք, տարեք ձեր այդ աղբը ձեզ հետ, այդ ծաղիկների թղթերը սենց քամին տալիս աստեղից ընդեղ, այդ պլաստիկ շշերը, անհարմար է, էլի շատ անհարմար է, շատ հլստեղ նայ, ամեն ուր եք աղբն, ամեն ուր եք, հետ որ ասում են, դուք սիրում եք մեր քաղաքը, դուք ձեր մեռելեն ինչ եք սիրում, դուք ձեր քաղաքը որտեղից սիրեք, արի սենց, որտեղ էր բանենց, հա,